Հայաստանի տեղեկատվական դաշտում վերջերս ակտիվ շրջանառվող լուրը, թե Եվրոպայից միգրանտներ են տեղափոխում Հայաստան, հաստատ լսած կամ կարդացած կլինեք, բայց իրականությունն այն է, որ Եվրամիությունը միգրանտներին Հայաստան չի տեղափոխում։ Եկեք հասկանանք ինչ էր իրականում տեղի ունեցել։ Օգոստոսի սկզբին ռուսական մի շարք լրատվամիջոցներ տարածեցին տեղեկություն, շեշտելով, թե Իտալիան առաջարկում է Հայաստանում եւ մի շարք այլ երկրներում կենտրոններ բացել Եվրոպայում գտնվող անօրինական միգրանտներին այնտեղ տեղափոխելու համար։ Լուրը գրեց նաև Euronews-ը։ Տեղեկությունը շատ արագ տարածվեց հայկական սոցցանցերում ու լրատվամիջոցներում, որոշ դեպքերում ներկայացվելով գրեթե որպես կայացած որոշում, բայց սկզբնաղբյուրին հասնելիս պատկերը փոխվում էր։ Իտալական Corriere della Sera-ն իսկապես գրել էր Իտալիայի նախաձեռնության մասին, բայց այլ շեշտադրմամբ։ Խոսքը այսպես կոչված վերադարձի կենտրոնների մասին էր, ԵՄ-ում մնալու իրավունք չունեցող մարդկանց վերադարձը կազմակերպելու համար։ Իտալական թերթը հրապարակել էր 12 երկրների նախնական ցանկ եւ դրանց թվում կար նաեւ Հայաստանը, սակայն այստեղ կա շատ կարևոր տարբերություն։ Չկար տեղեկություն, որ Հայաստանին պաշտոնական առաջարկ էր արվել, չկար տեղեկություն, որ Հայաստանի հետ բանակցություններ էին ընթանում կամ որ Հայաստանը որևէ համաձայնություն էր տվել։ Ավելին, ԱԳՆ-ն FIPM-ին հայտնել էր, որ Հայաստանի հետ նման հարց չի քննարկվել։ Այսինքն Հայաստանը հիշատակվել է հնարավոր երկրների նախնական ցանկում տեղեկությունը տարածվելիս վերածվել էր շատ ավելի կտրուկ պնդման։ Եվրոպան պատրաստվում է միգրանտներին տեղափոխել Հայաստան։ Մի կարևոր հանգամանք եւս, խոսքը Եվրոպայում գտնվող միգրանտների մասին չէ, իրականում վերադարձի կենտրոնները նախատեսվում են այն երրորդ երկրների քաղաքացիների համար, որոնք ԵՄ-ում մնալու իրավունք չունեն։ Եվ ԵՄ-ն չի կարող պարզապես որոշել նման կենտրոն բացել Հայաստանում կամ որևէ այլ երրորդ երկրում։ Դրա համար անհրաժեշտ է տվյալ երկրի հետ համաձայնություն կամ պայմանավորվածություն, բայց պատմությունն այստեղ չի ավարտվում։ Ընդամենը 1 օր անց նոր տեղեկություն հրապարակվեց։ Օգոստոսի 4-ին արդեն իտալական նույն պարբերականը տեղեկացրեց, որ 12 երկրի փոխարեն ցանկում մնացել էին 3-ը՝ Ռուանդա, Ուգանդա, Գանա։ Հայաստանը ցանկում այլևս չկար։ Այս պահին փաստերը հետևյալն են։ Հայաստանում միգրանտների համար կենտրոն ստեղծելու մասին որոշում չկա, Հայաստանի հետ դրա վերաբերյալ բանակցություններ չեն եղել։ Եվ վերջում, երբ հատկապես գայուն թեմաներով հանդիպում եք աղմկահարույց պնդումների, միշտ ապեք դրանք ընդունել որպես փաստ։ Ստուգեք սկզբնաղբյուրը եւ ուշադրություն դարձրեք։ Խոսքը առաջարկի, քննարկման, բանակցության, թե արդեն ընդունված որոշման մասին է, որովհետեւ ինչպես այս դեպքում, այդ տարբերությունը կարող է ամբողջությամբ փոխել լուրի իմաստը։